Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ մեր անվանի հայրենակցի հետևյալ խոսքերով։ Խոնար սրտով քեզ կնվիրեմ ով հայ ժողովուրդ, իմ երկար տարիների աշխատանքից պտուղը, իբրև սիրո ձոն։ Սրտանց կտենչամ իմ վաստակած քեզ պարգևել, որովհետև ինչ որ իմս է, այն քեզ կպատկանի, եւ ինչ որ քոնը իմս էլ է։ Դրա համար ինձ պարծանք է քեզ ծառայել, որովհետև սկզբից ի վեր ինչպես ես, այս միաբանությունն էլ սահմանված է հայ ժողովրդի մշակութային ծառայության եւ Աստծո հարքին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է անվանի հայագետ Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուն։ Մեր հաղորդման հյուրերն են Մեսրոպ Մաշտոցյան վան 5 ձեռագրերի ինստիտուտ Մատնադանի գլխավոր ավանդապահ պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը եւ Երևանի Պետական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ բանասիրության տեխնատու դոցենտ Վարդան Պետրոսյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերությունների համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Մխիթար Սեբաստացու կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Հայ մշակույթի նշանավոր գործիչ, լեզվաբան, բարարանագիր, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին Սեբաստիա քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Սուրբ Նշան վանքում, ապա Էջմիածնի, Սևանի եւ Կարինի վանքերում։ Ուսուցիչ է աշխատել Կարինի Կարմիր վանքում։ 1699 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ Պոլսում 1701 թվականին հիմնել է կրոնական միաբանություն։ 1712 թվականին արժանացել է Աբբահոր կոչման։ 1717 թվականին Հռոմի Կղեմես 9-րդ պապը Վենետիկի Սուրբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Մխիթարն այստեղ կառուցել է եկեղեցի, դպրոց, պատրաստել միաբան գործիչներ, կատարել թարգմանություններ, հրապարակել գրքեր։ Վախճանվել է 1749 թվականի ապրիլի 27-ին։ Միաբանությունն ի պատիվ նրա կոչվել է Մխիթարյան։ Դեռ կենդանության օրոք մեծարել են երկրորդ լուսավորիչ ազգիս, երկրորդ Մեսրոպ եւ այլ պատվանուններով։ Աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի հեղինակն է։ Հայագիտական մեծ նվաճումը նրա Բարգիր Քայկազյան լեզվի 2 հատոր աշխատությունը։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ։ Նրա անունով Երևանում կոչվել է կրթահամալիր։ Պարոն Տեր-Վարդանյան, անգամ հպանցիկ ծանոթություն կամ հարցումները ցավոք սրտի վկայում են այն մասին, որ մեր հայրենակիցներին ոչ միայն շարքային, այլև կրկին ցավով պետք է նշեմ, անգամ հումանիտար ոլորտով զբաղվողներին շատ քիչ է հայտնի մեր մշակույթի հայագիտության եւ հայրենանվեր ծառայողներից այնպիսի մի հսկայի իրոք անուն, ինչպիսին Մխիթար Սեբաստացին է։ Ցավոք ճիշտ է եւ պատճառը հիմնականում նրա մեջ է, որ Մխիթար Սեբաստացին այդ բոլոր արժանինքներն ունենալով հանդերձ դպրոցական դասագրքային գրականության մեջ ներկա չէ։ Տարօրինակ ձևով։ Այսինքն հայ ժողովրդի պատմության դասագիրքը կամ հայ գրականության եւ այլ դասագրք։ Ավելի գրականության դասագրքի մեջ պետք է լիներ, որովհետեւ Մխիթարյան հեղինակները Մխիթար Սեբաստացուն համարում են հայ աշխարհաբար նոր գրականության հիմնադիր։ Ինչի համար աշխարհաբարի քերականություն գրեց եւ վերջին հաշվով իսկապես աշխարհաբար էլ գրեց շատ բան։ Այսինքն չիմանալու համար իրավունք չունենք այնքան էլ մեղադրելու, որտեղ դասագրքերում համակարգի մեջ է մեղքը։ Եվ նաև ուրիշ բանի մեջ, որ երևի թե ինչ որ միտեղ, ինչ ասեմ, կաթոլիկ լինելը խանգարել է, որպեսզի ներկայացվի հայ մշակույթի պատմության մեջ Մխիթարը։ Շատ է խանգարել, որ ճիշտ չի անշուշտ, որովհետև Մխիթարը իսկապես նոր դարաշրջանի հիմքը դրեց։ Մեր գրական մշակույթը հավասարեցրեց, բարձրացրեց եւ դրեց իր ժամանակի եվրոպականի մակարդակի վրա, որ մեծ ծառայություն էր անշուշտ, շատ մեծ։ Ու դրանով հանդերձ այն, որ մեր դպրոցական երեխան չգիտի թե ով էր Մխիթարը, Սեբաստիայի արվարձանային Հողդար քաղաքում գյուղում ծնված մի մարդ, որ ձգտեց եւ հասցրեց այնպիսի մի բան անել, որ անկրկնելի էր, որի պտուղներն Համաշխարհային պատմության մեջ եզակի երևույթներից եզակի երևույթ էր, այո։ Մի մարդու կամքի դրսևորումը։ Մխիթարյան միաբանություն իր դարերի արտադրանքով։
միաբանության առանձին կանդրադառնանք, հուսանք, որ ձեր օգնությամբ այս հաղորդումից հետո նաև թե դասագրքեր գրողները կամ ուսումնական ծրագրեր մշակողներ հաշվի կառնեն եւ մեր երիտասարդները կիմանան իրենց այդ նախորդ դարաշրջանների այդ անվանի հայրենակցին։ Պարոն Պետրոսյան, Սեբաստացու ինչպես բոլոր անվանի հայագետների եւ խոսում ենք նրանց ստեղծագործության վաստակի մասին, իհարկե առաջին հերթին աչքի առջև ենք ունենում նրանց աշխատություններից հատկապես այն կոթողայինները։ Եվ այդպեսին Բարգիր Քայքազյան լեզվի այդ բառարանն է երկու հատորանոց, որով հենց իրեն հուշարձան դրեց։ Այդ բառարանը խնդրում եմ ներկայացրել։ Մխիթար Սեբաստացու Բարգիր Քայքազյան լեզվի կամ ինչպես հայտնի է մեր մշակույթի հայագիտության պատմության մեջ հինայակազյան բառարան աշխատությունը իսկապես կոթողային գործ է։ Անշուշտ այդ բառարանից առաջ մենք ունեցել ենք բառարանագրական աշխատանքներ, ավանդույթ եղել է, բայց համեմատության եզր անգամ չկա հինայակազյան բառարանի եւ նրանից առաջ ստեղծված բառարանագրական աշխատանքների միջև։ Այսինքն միանգամայն նոր մակարդակի, բոլորովին նոր մակարդակի, այդ բառարանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սեբաստացին անշուշտ ծանոթ է եղել նաև իր ժամանակաշրջանի եվրոպական բառարանագրությանը, որովհետև այն սկզբունքները, որ Սեբաստացին կիրառեց եւ այն գիտական հստակությունը, որ մենք տեսնում ենք բառարանագրական իսկապես այդ կոթողային աշխատանքում, դա մի հսկա քայլ առաջ էր մինչ այդ եղած բառարանագրական բոլոր աշխատանքների համեմատությամբ։ Պիտի ասեմ, որ հինայակազյան բառարանից անմիջապես առաջ հրատարակված եւ շատ թե քիչ հայտնի բառարանը Երեմիա Մեղրեցու բարգիրքն է, որի վերաբերյալ հայագիտության մեջ կարծիքները բավականին հակասական են, բայց այդ հակասականությամբ հանդերձ այնուամենայնիվ հոգուտ այս բառարանի չեն, որովհետև նա համարվում է բավականին սխալաշատ բառարան եւ բազմաթիվ ճշգրտումների կարիք ունի եւ երբ համեմատում ենք հինայակազյան բառարանը սրա հետ, այս բառարանի հետ, տեսնում ենք, որ իսկապես հսկա քայլ առաջ է կատարված։ Նախ 37000 բառահոդված է պարունակում, որը դա ոչ միայն երևույթ է ոչ միայն հայրականության, հայգիտության մեջ, այլև եվրոպական կամ համաշխարհային եվրոպական չափանիշով այդ բառարանը երևույթ էր։ Այս բառարանը հայ բառարանագրության պատմության մեջ առանձնանում է ոչ միայն որպես բառարան իր բառահոդվածների հստակությամբ, ճշգրտությամբ, այլև առաջին հերթին իմ կարծիքով առանձնանում է իր առաջաբանով, որը մեր բառարանագրության մեջ մանիֆեստի արժեք է ունեցել։ Սեբաստացին ըստ էության այդ առաջաբանում սահմանել է բառարանագրության նորմերը, ճտտվել է բառարանագրության տեսությունը, որի հիմքի վրա ձևավորվել է հետագա հայ բառարանագրությունը, նույնիսկ այնպիսի կոթողային աշխատանք, ինչպիսին էր հինայակազյան բառարանից հետո ստեղծված դարձյալ Մխիթարյան հայրերի կողմից նոր Բարգիր Քայքազյան լեզվի իսկապես բարձրարժեք աշխատություն։ Այսինքն ամենևին այդ 100 տարի անց իր արդիականությունը այսօր եւ ոչ միայն այսօր, նույնիսկ մի 100 տարի առաջ արդեն կարելի ասել Սեբաստացու բառարանը ուներ ավելի շատ պատմագրական արժեք, բայց իր ժամանակաշրջան, իր ստեղծման շրջանում եւ ստեղծման շրջանից հետո էլ ընդդուք մինչև նորայակազյան բառարանը այն պահպանում էր իր գիտական մեծ արժեքը։ Շնորհակալություն, հիշեցի գրափարի դասախոսից Վազգեն Գևորգյանը պատմում էր բառարանի մասին, ասում էր այն ժամանակ արժեքը դրա գերմանական մի ռոյալ էր կամ ով ուներ աղջիկներից ով ամուսնանալուց հետո օժիտ էր տանում, համարվում էր, որ չափից դուրս թանկարժեք օժիտ է։ Այսինքն այդ բառարանը այն տարիներին 19-րդ դարում շատ բարձր է գնահատվել։ Պարոն Տեր-Վարդանյան, Մխիթար Սեբաստացին ծավալեց նաև շատ ակտիվ եւ բեղուն ոչ միայն հայագիտական, այլև մանկավարժական եւ կրոնական գործունեություն, որպես նաև մանկավարժ կադրեր պատրաստող եւ ընդ որում արդեն դուք նշեցիք նրա կաթոլիկ լինելը, սակայն նրա համար իմ կարծիքով դա ամենևին առաջնահերթ կամ ամենից գլխավորը չէր։ Հայասիրությունը իր ազգին լուսավորելը, իր ազգին ծառայելն էր, այսինքն լինելով կաթոլիկ քահանա, աբահայր, այդ հայագետ կամ մանկավարժ լինելու հիմքում նույնպես դնում էր այդ հանգամանք հայրենասիրությունը։ Կաթոլիկ ասածը մի քիչ պայմանական է Մխիթարի դեպքում, որովհետև նա հայ եկեղեցում ձեռնադրված վարդապետ էր։ Կաթոլիկությունը նրա համար ընդամենը քող էր, որի ներքո կարող էր գործել։ Կամ հնարավորություն։ Այո, եւ ընդհանրապես Մխիթարյան միաբանությունը
իր պատմության ամբողջ ընթացքում առաջին հերթին հայ է եղել, հետո կաթոլիկ, եթե կաթոլիկ եղել է։ Հայկականությունը գերիշխող գերակշռող բան է եղել Մխիթարի դրած ավանդույթի համեմատ միաբանության ամբողջ պատմության ընթացքում։ Սերունդներ կրթելը նախ մարդը մեծ գործ էր ձեռնարկել, ինքն իր գործի մեծությունը հասկանում էր։ Միաբանության ստեղծումը։ Եվ իհարկե միջնադարի ավանդույթից եկող բան ուներ, փորձ ուներ, որ տևականությունն ապահովելու համար միաբանությունը պետք է դպրոց ունենա։ Իրենց այսօր էլ գործող բառով ընծայարան, վանքի դպրոցը, միաբանոցների դպրոցը։ Սրան զուգահեռ սա էր, որ պահեց միաբանությունը մինչև այսօր մեզ հասցրեց։ Սրան զուգահեռ միաբանությունը թե քարոզչական գործունեություն իրականացնում, ինչ որ ընդհանրապես հոգեորականի համար կարևոր պայման է։ Միաբանությանը ընդհանրապես կանդրադառնանք առանձին, կոնկրետ միայն Մխիթար Սեբաստացու։ Մխիթար Սեբաստացու բանի սկսած ուսումնական գործի մասին եմ ասում։ Եվ թե հայաբնակ շատ վայրերում ստեղծած դպրոցներով։ Եվ հիմա էլ Եվրոպայում, գուցե թե Ամերիկայում տարբեր մարդկանց հարցնես, ոչ թե հարցնես, այլ ինքը ինչ որ մի քայլ առաջ գալով առաջին իսկ ծանոթության ընթացքում ասում են Մխիթարյան սան եմ։ Ես սա բարձանքի նման է հնչում։ Մխիթարյան ավանդույթ, այսինքն հայկականություն, հոգեկանություն հայկական եւ նկարագիր։ Բազմիցս առիթ եմ ունեցել համոզվելու, որ Մխիթարյան սան նշանակում է ինչ որ մի քիչ ավելի տարբեր բան, քան ընդհանրապես հայ մարդ։ Առաջին հերթին հայրենասիրությամբ ներծծված դաստիարակված։ Անշուշտ։ Եվ իհարկե արդեն մեր խոսքի մեջ հնչեց, որ մարդը նախաբանային խոսքի մեջ դեռ հատկապես մարդը անում էր ամեն ինչ սեփական ազգի համար, ազգի լուսավորության համար։ Սա էր Մխիթարի հիմնական նպատակը։ Եվ Եվրոպա գնաց ընդամենը նրա համար, որպեսզի միջավայրը գործունեության համար նպաստավոր լինի։ Խանգարող հանգամանքներ չլինեն։ Նա Հայաստանի տարածքում էլ փորձեց Կարինի հնձունց վանքում, նաև Պոլսում սկսեց, հայաբնակ միջավայրում փորձեց աշխատել, բայց չստացվեց։ 1700-ականների սկզբին, երբ 300 տարի հետո հետադարձ հայացք ես ձգում, թվում է, որ անհնարին էր նման բան անել։ Այն էլ Օսմանյան այդ բռնատիրության պայմաններում։ Իհարկե անհնարին էր։ Եվ մարդը կարողացավ իմաստուն վճիռ կայացնել, գնաց այնտեղ, որտեղ կարող էր անարգել շատ թեքիչ հանգիստ իր նպատակին ծառայել, թե ինքը, թե իր կողքիններն, իր աշակերտները։ Եվ ի բարեբախտություն մեզ։ Կարևորը գիտեք ինչն է, իր միաբանության կանոնադրության հիմքում դրեց հայկական միաբանությունների, վանական միաբանությունների կանոնադրությունը։ Կարդացեք Առաքել Դավրիժեցու նկարագրականը, որ վերաբերում է Սյունյաց մեծ անապատին, Մովսես Տաթևացու շրջանի 17-րդ դարի սկզբների, եւ կարդացեք Մխիթարի միաբանության կանոնները, կտեսնեք, որ բացարձակ նույնն է։ Այսինքն այդ առումով էլ մյուս այսպես կոչված դասական կաթոլիկական օրդեններից էապես տարբերվում է։ Իհարկե։ Եթե կարելի է, ես ուզում եմ մի լրացում անել Մխիթար Սեբաստացու, ի հաստատում եմ պարոն Տեր-Գևորգյանի խոսքի, Սեբաստացու եւ առնվազն առաջին Մխիթարյանների կաթոլիկության առումով հայտնի է, որ Մխիթար Սեբաստացուն մի քանի անգամ դատի են կանչել Վատիկան, մեղադրելով, որ նրա կաթոլիկությունը իրականում շղարշ է, որ նա այստեղ իրականացնում է ազգային ծրագիր, որի մեջ ճշմարտության մեծ բաժին կար։ Եվ մյուսը, որ եթե մենք նայենք Սեբաստացու հրատարակած աշխատությունները իր կյանքի շրջանում, կտեսնենք, որ բոլոր գրքերի վրա, բացի Վատիկանի թվագրությունից, հիշատակված է նաև Էջմիածինը մեր կաթողիկոսությունը։ Այսինքն Սեբաստացին լինելով կաթոլիկ միաբանության հիմնադիր եւ կաթոլիկ միաբանության հայր, նա ընդունել է Էջմիածինը, ընդունել է լուսավորչական մեղադրանքի տեղիք տալ եկեղեցու դասությունը։ Պարոն Պետրոսյան, Բառանի մասին խոսեցիք, Մխիթար Սեբաստացին համարվում է նաև աշխարհաբրի քերականության, այսպես ասած, հիմնադիրը։ Մխիթար Սեբաստացին գրել է երկու քերականություն, եւ աշխարհաբարի եւ գրափարի քերականություն։ Առաջինը իհարկե դուրն քերականության աշխարհաբար լեզվին հայոց գիրքն էր, որը լույս տեսավ 1727 թվականին։ Դա Սեբաստացու աշխարհաբարի քերականության միայն ներածական մասն էր, մի փոքր մասը եւ ոչ թե ամբողջ քերականությունը։ Ընդ որում այդ քերականությունը հրատարակվել է հայատար տաճկերենով, այսինքն թուրքերենով, որն է դրա բացատրությունը, որ Սեբաստացին փորձել է հայերեն չիմացող
հայերեն չխոսող հայերին, որոնց խոսակցական լեզուն տաճկերենն էր, նախ տաճկերենի միջոցով ծանոթացնել աշխարհաբար լեզվի քերականական նորմերին։ Այսինքն հայացում։ Այո, հայացնի։ Հայերին հայացնի կամ վերահայացնի։ Մնացած մասը քերականության, որը ցավոք այդպես էլ լույս չի տեսել եւ ձեռագիրը պահպանվում է միայն Մխիթարյանների մատենադարանում, ամբողջությամբ գրված է եղել հայերեն։ Սեբաստացու քերականությունից առաջ գիտենք, որ 1711 թվականին դեռևս Յոհան Շրյոդերի Գանց արամյան լեզվին հայոց աշխատության մեջ կար ժամանակի աշխարհաբարի վերաբերյալ մի փոքր հավելված, քերականական հավելված։ Եվ մեր հայագիտության մեջ պաշտոնապես ընդունված տեսակետը այն է եղել, որ Շրյոդերի հենց այդ փոքր հատվածը պիտի համարել որպես առաջին քերականություն, աշխարհաբարի հիմնադիր քերականություն։ Բայց ես անձամբ համեմատել եմ, ուսումնասիրել եմ այդ երկուսն ժամանակին, Շրյոդերի այս հավելվածը Գանձարամյան լեզվին ամբողջությամբ գրափարի քերականություն էր։ Միայն այդ մի հավելվածը ըստ էության ջուղայի խոսվածքի համառոտ նկարագրություն է մի վաճառականի վերցած տեղեկությունների հիման վրա։ Իսկ Սեբաստացու քերականությունը նախ ամբողջական քերականություն է եղել, եւ մյուսը երկու կարծիք է եղել, որ դա եղել է Սեբաստիայի խոսվածքի ըստ էության արտացոլումը, եւ երկրորդը, որ նա գրվել լայն հիմքով, արտացոլել է ոչ միայն Սեբաստիայի խոսվածքի իրողությունները, այլև առասարակ արևմտահայ ժամանակի բարբարներն ու խոսվածքները։ Իմ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մոտեցումը եղել է լայն, որ Սեբաստացին չի գրել պարզապես Սեբաստիայի բարբարի քերականություն, նա գրել է իսկապես ժամանակի արևմտահայ խոսակցական լեզվի քերականություն։ Եվ հենց Սեբաստացուն պիտի համարել աշխարհաբարի առաջին գիտական քերականության հիմնադիրը եւ ոչ թե Յոհան Շրյոդերին։ Չնայած որ Սեբաստացու գիրքը լույս է տեսել 16 տարի հետո Շրյոդերի գիրքից։ Սակայն համակարգային առումով նա ներկայացրել։ Պարոն Տեր-Վարդանյան, դուք խոսեցիք արդեն միաբանության մասին։ Իհարկե Քավլիցի Մխիթար Սեբաստացու որևիցե աշխատություն նպատակ չկասվերելու, սակայն նրա հավանաբար ամենից մեծ աշխատությունը կամ աշխատանքը թողած ժառանգությունը դա հենց իր ստեղծած Մխիթարյան միաբանությունն էր։ Անշուշտ ճիշտ է, բայց մյուս կարևոր աշխատանքի բարգրկի մասին խոսեցինք ճշգրիտ բնորոշումներով, բայց դրա հիմքը ոչ պակաս կարևոր Աստվածաշնչի հրատարակությունն էր, որ մեր իրականության մեջ երկրորդը լինելով Ոսկան Երևանցից հետո Մխիթարն իրականացրեց թե բնագրային ճշգրտության իմաստով ավելի կատարյալ եւ թե իհարկե տպագրական որակի իմաստով իր ժամանակի բարձրագույն մակարդակին հասցրած երկգույն կարմիր եւ սև տպագրությամբ ինչի եմ ասում բառարանի հիմքը սա էր, որովհետեւ Մխիթարի մասին հայտնի իր պատմածի հիմքով հայտնի փաստ կա թե ինչպես էր կարդում որևէ գիրք կարդում էր չհասկացած բառը արձանագրում էր մի թղթի վրա եւ շարունակում առաջ գնալ որպեսզի ընթերցանությունը չդանդաղի հետո հաջորդ բառը ու հաջորդ պահին տեսնում էր այն առաջին բառի այնպեսի մի շարադրանքի մեջ որ արդեն հասկանալի էր դիմացը լրացնում էր այսպես մարդը իր բառարանն էր ստեղծել եւ հայկազյան բառարանը ստեղծվեց ըստ էության հիմքում առաջին հերթին Աստվածաշնչի բառարան տեսքով նույն կերպ նաեւ Երեմիա Բաղարեցու Մեղրեցու բառարանն է մի խոսքով իսկ միաբանության շարունակականության տևականության իմաստով տեսեք բառարանի առաջին հատորն ինքը հրատարակեց չտեսած երկու շաբաթ հետո իր մահից լույս տեսավ իսկ երկրորդ հատորը հրատարակեցին աշակերտները գուցե թե մեծապես լրացնելով շարունակությունը նույն աշակերտները Ավետիք Իսահակյանը 1930-ի շուրջ հայրենիք ամսագրում հոդված է տպել որի մեջ ասում է թե Մխիթարյան միաբանությունը այսքանի 100 տարի արդեն կա Արդեն 300 տարին է լրանում Հիմա լրացել եւ Արդեն լրացել է 1700-ին է հիմնադրման տարին դա 1930-ին էր եւ այս ամբողջ ընթացքում գրական հետք թողած շատ թե քիչ գրոց բորոց եղած միաբանների քանակը երևի 30-ից ավելի չի լինի երևի ճիշտ է ասում Բայց 1000-ից ավել գիրք են հրատարակել, չէ՞, ընդհանուր երևի։ Ալիշյանը քանի գիրք է հրատարակել։ Մի ինստիտուտի գործ է արել։ Նույն կերպ նրա Իսահակյանի շարադրանքը գրած է այն առիթով, որ այդ ժամանակ Արսեն Ղազիկյան վարդապետի Հոբելյանը պետք է նշվեր։ Նույն ժամանակ մարդը չի թաքցնում կամ թաքցնելու բան չէր։ Այսօր ունենք Արսեն Ղազիկյան եւ Վարդան Հացունի։ Այս բանով տրամաբանությամբ մարդկանց կոչ էր անում, որ Ղազիկյանի Հոբելյանը լավ նշվի։ Այսօր իհարկե միաբանությունը երևի թե մարդկային իմաստով, մտավորական իմաստով։ Կադրային։ Այո։ Կադրային Այնքան էլ բարվոք վիճակում չի, բայց
Փառք Աստծուն շարունակության մասին մտածում են եւ երիտասարդ մարդիկ են հասցնում։ Հույս ունենք, որ ճիշտ է, Ալիևս Մխիթարյան միաբանությունը հայկականության, հայ մատենագրության հետազոտման հրատարակման կենտրոն չպիտի լինի բնականաբար, որովհետեւ Հայաստան կա, Հայաստանում աշխատող մարդիկ բայց բազա կարող է հանդիսանալ իր ձեռագրերով, գրադարանով։ Ձեռագրերի հավաքած նյութը իսկապես անգին է։ Եթե մենք Երևանում երևի թե 2,000 ձեռագիր ունենք եւ մեր ձեռագրերի մեջ որակը քանակի մեջ է, ապա Մխիթարյանների Վենետիկի հավաքածուի 3500 ձեռագիրը տեղով որակյալ է։ Ինչի համար, որովհետեւ հավաքողներն իմացել են ինչ են հավաքում։ Հավաքել են ամենակարևոր, ամենարժեքավորը։ Ես հուսանք, որ մի օր այդ պահպանված իհարկե շնորհակալություն, բայց մի օր այդ ծրագրերը կտեղափոխվեն Հայաստան Հանրապետություն, մատնադրան ավելի ամբողջական տեսքի կգա։ Տեղ ունենք, Աստված տա։ Կարևորը որ տեղ ունեք, Հա։ եւ տեղափոխելուց խնդիր չի լինի, տեղի խնդիր չի լինի։ Պարոն Պետրոսյան, արդեն միաբանության մասին նշվեց, ավանդների շնակության, Մխիթար Սեբաստիանցուց հետո նրա աշակերտները կամ հետևորդները կամ աշակերտները հավանաբար շարունակեցին թե բառարանագրության ոլորտում, թե քերականության եւ թե մյուս հայագիտական ասպարեզներում նրա ավանդները։ Մինչև ձեր հարցին պատասխանելը ես ուզում եմ համառոտ անդրադառնալ իմ կարծիքով շատ կարևոր մի հանգամանքի անմիջականորեն Մխիթար Սեբաստիանցուն վերաբերող, որը կարծում եմ, որ Սեբաստիանցու գիտական մտքի թռիչքի փայլուն վկայություններից է։ Գիտենք, որ պատմամատական լեզվաբանությունը, որը հաստատեց վերջո լեզուների ցեղակցության փաստը եւ կարողացավ գիտական մեթոդ մշակել դրա համար, ձևավորվեց 19-րդ դարի սկզբներին։ Բայց Սեբաստիանցին գործել է 17-րդ դարի վերջին եւ 18-ի առաջին կեսը մինչեւ։ Եվ ահա այդ հին հայկազյան բառարանի նշանավոր առաջաբանում նա ունի մի շատ կարևոր դիտարկում արդեն լեզուների ցեղակցության փաստի վերաբերյալ։ Բայց իհարկե ոչ ամբողջ վստահությամբ։ Նա նկատել է լատիներենի եւ հայերենի մի շարք բառային եւ դերանվանական ձևերի ծագումնաբանական ընդհանրություն։ Ասում է, որ սրանք չեն կարող պատահական լինել։ Եվ իսկապես հետագայում արդեն ավելի ուշ մոտ 70 տարի հետո ձևորված համատական լեզվաբանությունը եկավ փաստորի իսկապես, որ դրանք պատահականություններ չեն։ Բացատրեցնե, որ Սեբաստիանցին առաջիններից էր փաստորեն իր ժամանակաշրջանի մատների վրա հաշված մարդկանցից մեկը, որը արդեն իսկ նկատում էր լեզուների միջև հերուն գնացող ընդհանրությունների մասին, որոնք պատահականություններ չեն, որոնք փոխառություններ չեն պարզապես, որոնք ծագումնաբանական ընդհանրություններ են։ Եվ այսպիսի դիտարկումները հիմք դարձան հետագայում պատմամատական լեզվաբանության ձևորման համար, ծագումնաբանական լեզվաբանության համար։ Հիմա գանք ձեր հարցին։ Սեբաստիանցու ստեղծած միաբանությունը արդեն իսկ նշվեց, որ ստեղծել է հսկայական գիտական ժառանգություն հայագիտության տարբեր ոլորտներում, եւ քերականագիտության, եւ պատմագիտության, եւ աստվածաբանության, եւ մշակութաբանության։ Հայտնի են մի շարք քերականներ իրենց նշանավոր քերականություններով։ Սեբաստիանցու քերականությունից հետո ստեղծվեց Չամչյանի գրափարի քերականությունը, այնուհետև արդեն Վիեննայում Այտնյանի, Չալխյանի հայտնի քերականությունը, Արսեն Բաքրատունու քերականությունը, որոնցից յուրաքանչյուրը անշուշտ քայլ առաջ էր իր նախորդների համեմատ։ Եթե Սեբաստիանցու գրափարի քերականությունը, որի առաջին հրատարակությունը եղավ 1730 թվականին, արդեն իսկ քայլ առաջ էր լատինաբան քերականությունների համեմատ, որովհետև լատինաբան ձևերի կողքին Սեբաստիանցին տալիս էր նաև գրափարի բնիկ ձևերը եւ մեր գրափարի քերականությունը հարստացնում էր ըստ էության նոր բացահայտումներով, որոնք մինչ այդ հայտնի չէին։ Հետնորդները շարունակեցին եւ ավելի կատարելագործեցին։ Մասնավորապես Չամչյանը մաքրեց մեր քերականությունները լատինաբանություններից, որը արդեն իսկ հսկայական քայլ առաջ էր։ Իսկ Այտնյան, Չալխյանի քերականությունը, Բաքրատունու քերականությունը իսկապես նոր մակարդակ էին գրափարի ուսումնասիրության։ Դրա համար կարևորը որ հիմքը կար իդեմս Մխիթար Սեբաստիանցու աշխատանքների։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն ձեր պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին հատկապես երիտասարդ սերնդին ծանոթացրեցինք Մխիթար Սեբաստիանցու կյանքի եւ գործունեությանը եւ հուսանք, որ պարոն Տեր-Վարդանյանը նշեցիք, ուսումնական ձեռնարկներում դասագրքերում արդեն նրա առնվազն գոնե անվան հիշատակություն կլինի։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր անվանի հայագետ իր ողջ կյանք անմնացորդ
հայոց լուսավորությանը նվիրած Մխիթարյանի միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացուն։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։